Այսօր մենք կխոսենք արթնանալուց հետո ինչպես սկսել օրը։ Իրականում շատ կարևոր է օրը ճիշտ ձևով սկսել, որովհետև դա այն ֆունդամենտն է, հիմքն է, որի վրա կառուցվելու է քո ամբողջ օրը։ Եվ այդպես օր առ օր եւ դու կտեսնես ինչպես է փոխվում էներգիայի որակը, կյանքի որակը, առողջության որակը, հոգեբանության որակը։ Առաջին կանոնը, երբ որ շուտ քնում ենք եւ շուտ արթնանում ենք, եւ երկրորդ կանոնը, արթնանալուց հետո կատարիր մի փոքր ֆիզիկական աշխատանք օրգանիզմը արթնացնելու համար։ Տիբեթական վարժություններ կան տաքացնող, երբ որ մենք շփում ենք մեր ձեռքերը եւ շփում ենք մեր դեմքը։ 10-15 անգամ կատարելուց հետո շփիր ականջներդ։ Հետո գլուխը։ 10-15 անգամ յուրաքանչյուր վարժություն կատարում ենք։ Ավազնում է արյան շրջանառությունը։ Օգնում է արթնանալ, լիցքավորվել, շփիր վիզը գլխի ետևի մասով, թեթև ուղղակի շարժումներ են կատարում։ Թափարիր ձեռքերդ, 10-15 անգամ կատարելուց հետո շփիր ձեռքերը։ Երկու րոպեի չափով շփելուց հետո դնենք մեր դեմքին, մեր աչքերին։ 2 րոպե այստեղ մնալուց հետո բացիր աչքերդ, ահա կարող ես վեր կենալ անկողնուց։ Ամենաառաջին բանը, որը պետք է կատարի մարդը արթնանալուց հետո, դա 1 կամ 2 բաժակ ջուր օգտագործելն է։ Սենյակային ջերմաստիճանի ջուր կամ մի փոքր գոլ ջուր, որպեսզի մեր օրգանիզմը արթնանա։ Եվ օրգանիզմը արթնացնելուց հետո առողջ օրգանիզմի դեպքում պետք է մարդը գնա զուգարան եւ կներեք մեծով հա դուրս գա զուգարանում։ Եթե դա տեղի չի ունենում, ապա խնդիրներ կան։ Իրականում արթնանալուց հետո մարդը պետք է մեծով գնա զուգարան։ Դա աղիների նորմալ աշխատանքի մասին է խոսում։ Ու եթե այդպես չի լինում, ապա շուտ արթնանալով, ջուրը խմելով, յոգայի վարությունները կատարելով, դա կարգավորվի ձեզ մոտ։ Դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Ջուրը խմելուց հետո, զուգարան գնալուց հետո, լվանալ լեզուն։ Լեզուն մաքրող գդալներ կան։ Նրանք լինում են պղնձից, արծաթից կամ այլ մետաղներից։ Լավագույն տարբերակը դա պղինձն է կամ արծաթն է։ Կան նաև այլ ուրիշ մետաղներից, դա նույնպես հնարավոր է։ Լեզուն ուղղակի մաքրում ես, որպեսզի թույները լեզվից դուրս գան։ Այնուհետև լվանալ ատամները, լվանալ բերանը։ Այնուհետև մենք ընդունում ենք լոգանք։ Լոգանքը ընդունելու մի քանի կարևոր նյուանսներ կան։ Առավոտյան, երբ լոգանք ես ընդունում, թող ջուրը լինի գոլ։ Մանավանդ ամռան եղանակներին տաք ջրով լոգանքը ցանկալի չի։ Կարևոր է, որպեսզի ջուրը լինի գոլ եւ մի փոքր սառնոտ։ Եվ ձմռան ամիսներին լոգանքը արթնանալուց հետո թող լինի մի փոքր գոլ եւ գոլից մի փոքր տաք, որպեսզի մարմնի ջերմաստիճանը հավասարաչափ կարգավորվի տարածության հետ։ Գլուխը լվանալ թեթև սառը ջրով,
որպեսզի էներգետիկ դիսբալանս չառաջանա։ Եվ քնելուց առաջ նույնպես կարևոր է լոգանք ընդունել։ Մենք մաքրում ենք ամբողջությամբ էներգետիկ այն կուտակված լարվածությունը, որը օրվա ընթացքում վերցրել ենք։ Եվ այսպես, լոգանքը շատ կարևոր է օրը գոնե 2 անգամ ընդունել։ Եթե կարող ես օրվա ընթացքում նույնպես լոգանք ընդունել, ապա դա միանշանակ խրախուսվում է, բայց օրը գոնե ամենաքիչը 2 անգամ առավոտյան և երեկոյան։ Եվ լավագույն տարբերակը նստել մեդիտացիայի 15-20 րոպե նորեկների համար։ Ամենապարզ մեդիտատիվ պրակտիկաները դա մանտրաներն են։ Մանտրա մեդիտացիա կարող եք կատարել։ Եթե չեք կատարում մանտրա մեդիտացիա, ապա ուղղակի նստել, հետևել շնչառությանը։ Թե ինչպես եք ներշնչում, օդը ինչպես է մտնում ու ինչպես է հեռանում։ Այստեղ կարևոր է զգացողության հետ լինել, հետևել զգացողություններին, օդի խտությանը, օդի ջերմաստիճանին, թե ինչպես է օդը լցվում ներս ու ինչպես է հեռանում։ Առանց շտապելու 15-20 րոպե, ովքեր որ սկսնակ չեն և խորացել են մեդիտատիվ պրակտիկաների մեջ, նրանք նույնիսկ կարող են կատարել 1-2 ժամ։ Մեդիտացիաները շատ կարևոր է, որպեսզի առավոտյան կատարեք։ Այսինքն դա փոխելու է ձեր էներգետիկ դաշտը, ձեր գիտակցության մակարդակը։ Լրիվ մաքուր էջից է սկսելու։ Եթե կցանկանաս նաև շնորհակալություն հայտնել, հոյակապ է։ Շնորհակալություն հայտնիր արթնանալուց հետո, մեդիտացիայի ժամանակ, ինքդ քեզ, քո շուրջ գտնվող մարդկանց, ուղղակի մտովի։ Շնորհակալ եղիր, որ մարդիկ կան, ունես հարազատներ, որ դու կաս, որ դու շնչում ես, որ դու առողջ ես, որ դու ուզում ես ավելի առողջ լինել, որ դու գիտակից ես և դու ուզում ես ավելի գիտակից լինել, որ դու զարգանում ես, որ շնչում ես այս օդը։ Շնորհակալ եղիր և կտեսնես ինչպես է կյանքը, վիբրացիաները, էներգիաները համապատասխան ձևով գալիս քո կյանք և փոխում քո կյանքը դեպի լավը, դեպի դրականը, կառուցողականը։